Հորիզոնը շարունակում իր աշխատանքը ուղի եթերում բարև ձեզ, օգոստոսի 21-ն է, ուրբաթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել օգոստոսի 19-ին Ճամբարակ Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ Ճամբարակ տանող ճանապարհին գազ 53 վրաերթի ենթարկել զինծառայողների 1 զինծառայող մահացել է։ Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Սատու Կոյվուն այցելել է Մարտունու կենտրոն։ Այդ ընթացքում Կոյվուն միացել է Գեղարքունիքի մարզում իրականացվող բարեկության աշխատանքներին, տեղում գնահատել իրավիճակն ու ցանոթացել վերջին զարգացումներին։ Հանդիպման եւ բարեկության ընթացքում քննարկվել է մարզում առկա իրավիճակն ու անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այսօր առավոտյան Պերմի երկրամասը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Հարվածել է նավթավերամշակման գործարանին, որը Ռուսաստանի 10 խոշորագույններից մեկն է։ 2024 թվականին այն վերամշակել է 12.6 միլիոն տոննա նավթ, այդ թվում 2 միլիոն տոննա բենզին եւ 5.3 միլիոն տոննա դիզելային վառելիք։ Գործարանը նախկինում արդեն մի քանի անգամ ենթարկվել է անօդաչու թռչող սարքերով հարձակման, ինչի հետևանքով դադարեցվել է վառելիքի արտադրությունը։ Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարվածներ ակտիվացրել է 2026 թվականին։ Գործարանների վրա կանոնավոր հարվածների հետևանքով Ռուսաստանը հայտնվել է վառելիքի ճգնաժամում։ Պերույում 6.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղ ունեցել, այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են 73 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Պերույի կենտրոնական հատվածում Կորա քաղաքից 50 կիլոմետր հյուսիս-արևելք։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության հասնելը դժվարացել է, քանի որ Պարչեթիով է այնտեղ պատասխանատու։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ ավելի լավ է պատերազմ ավարտել հենց այսօր, քանի դեռ իրեն գտնվում են ուժի եւ արժանապատվության դիրքում։ Միաժամանակ Միացյալ Նահանգների վարչակազմը սպառնում է տնտեսական աննախադեպ միջոցներ կիրառել Իրանի նկատմամբ տնտեսական մեկուսացման տանել Իրանը։ Միացյալ Նահանգները նաև հայտարարում է, որ տնտեսական հետևանքների կբախվեն այն բոլոր երկրները, որոնք Իրանի հետ գործարք կգնեն։ Իրան-ամերիկյան փոխըմբռնման հուշագրի գործողությունը կասկածի տակ է։ Բանակցություններում իրական առաջընթաց չի նկատվում։ Իրանին վերաբերող գրեթե ամենօրյա հայտարարություններից մեկում Միացյալ Նահանգների նախագահը ասել է, թե Իրանի հետ համաձայնագիր կնքելը դժվարացել է, բայց նաև շեշտել, որ Միացյալ Նահանգները շատ լավ վիճակում է Իրանի առումով եւ ըստ էության վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Նա այս մասին խոսել է իր նախկին փաստաբան Մայքլ Քոհենի հետ ռադիոհարցազրույցում։ Նավատորմը վերացել է, օդուժը վերացել է, ղեկավարությունը վերացել է։ Խնդրի մի մասն այն է, որ այնքան շատ ղեկավարներ են վերացել, որ համաձայնություն կնքելը հեշտ չէ։ Ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատու։ Սպիտակ տան առաջնորդը կրկնել է, որ Իրանի հետ հակամարտության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ձեռք բերի։ Նրա պնդմամբ, եթե ինքը 2018 թվականին դուրս չգար նախագահ Բարակ Օբամայի օրոք Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից, ապա Իրանը միջուկային զենք կունենար եւ կօգտագործեր այն, կջնջեր Իսրայելը եւ Մերձավոր Արևելքը։ Երբ մենք հարվածեցինք նրանց B2 ռմբակոծիչներով, նրանք ընդամենը 2 շաբաթ էին հեռու նոր միջուկային ռումբ մշակելուց։ Ահա թե ինչու էի ես ստիպված դա անել, քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք նման զենք ունենան։ BBC-ն անդրադառնալով իրանական հարցին գրել է, թե չնայած Դոնալդ Թրամփը հույս ուներ արագ հաղթանակ տանել Իրանի նկատմամբ, գրեթե կես տարի հետո հակամարտությունը փակուղում է, իսկ ռազմական հաղթանակների եւ դիվանագիտական համաձայնագրի ապագան առավել հեռու։ Եվ ահա այս իրավիճակից դուրս գալու համար Դոնալդ Թրամփը սպառնացել է այսպես ասած տնտեսական D-Day-ով։ Սա խորհրդանշական անվանում է։ Հենց այդպես էր կոչվում հակահիտլերյան կոալիցիայի Նորմանդիայում ափ իջնելու օպերացիան, որը վճռական նշանակություն ունեցավ Երկրորդ աշխարհամարտում։ Այժմ Միացյալ Նահանգների նախագահը ձգտում է Իրանին մեկուսացման տանել, հայտարարելով, որ այն երկրները, որոնք գործարք կանեն Իրանի հետ, տնտեսական հսկայական հետևանքների կբախվեն։ Որքանով սա արդյունավետ կլինի։ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը ամենաարդյունավետն է համարում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Նա այդ մասին խոսել է Քլեյ Թրեյվիսի եւ Բակ Սեքսթոնի շոուում։ Մենք հիմա կարելի է ասել նոր փուլում ենք, որտեղ մեր ունեցած ամենաարդյունավետ գործիքը տնտեսական ճնշումն է, որ կարող են գործադրել նրանց վրա։ Եվ դա նուրբ հարց է, քանի որ եթե մենք
տնտեսական ճնշում գործադրենք նրանց վրա, նրանք կփորձեն տնտեսական ճնշում գործադրել մեզ վրա։ Վերջին 2 շաբաթը ցույց տվեց, որ Թեհրանը շատ ավելի մեծ ճնշում է զգում, քան Միացյալ Նահանգները։ Մենք կշարունակենք դա անել, քանի որ կարծում եմ, դա լավագույն միջոցն է ի վերջո հասնելու վերջնական նպատակին։ Վենսը նշել է, որ Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացվել են, եւ այժմ Միացյալ Նահանգները փորձում է տեղում ստեղծել այնպիսի իրողություն, որ Իրանը երբեք չփորձի վերակառուցել այդ կարողությունները։ Նա նաեւ անդրադարձել է նավթի գներին, նշելով, որ դրանք ճիշտ է բարձրացել են, բայց ամենաբարձր կետից այժմ նվազ են, քանի որ հնարավոր է լինում Հորմուզի նեղուցով նավթ դուրս բերել։ Վենսի խոսքով իրանական կողմը փորձում է փակել նեղուցը, եւ Վաշինգտոնի խնդիրն է ոչ միայն վերականգնել իրավիճակը, այլև ապահովել բավարար նավթի ու գազի մատակարարումներ ամերիկացիների համար վառելիքի գները նվազեցնելու համար։ Տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցին է անդրադարձել նաև Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Նրա խոսքով Իրանի դեմ կկիրառվեն պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները, կենտրոնանալով տնտեսական միջոցառումների վրա, որոնք ըստ Բեսենթի կնվազեցնեն Թեհրանի դեմ նոր խոշոր ռազմական գործողությունների անհրաժեշտությունը։ Տիսնե Ալագուլյան, Հորիզոն։ Զբոսաշրջային քարտեզի վրա Գյումրին թեև մնում է հետաքրքրող ուղղություն, բայց նախորդ տարիների համեմատ այցելուների հոսքի նվազում է նկատվում։ Բացի դրանից Շիրակի մարզն ընդհանուր առմամբ մնաց սեզոնային туриզմի վայր չզարգացած ենթակառուցվածքների փոփոխությունների աճ չունենալու պատճառով։ Իսկ ինչ ազդեցություն ունեն մշակութային միջոցառումները զբոսաշրջային հոսքերի վրա, ինչ պայմաններում են գործում հյուրանոցային ու սպասարկման մյուս ոլորտները։ Խնդիրները քննարկվել են երկխոսություն մեդիա կենտրոնում։ Ինչու այցելել Շիրակի մարզը ու հատկապես Գյումրի։ Ինչ կարող է զբոսաշրջիկը տեսնել այս քաղաքում հայտնի ճարտարապետական կառույցներից ու թանգարաններից բացի։ Եվ որքանով են մասնավոր հատվածի առաջարկած նորությունները նպաստում զբոսաշրջային հետաքրքրության պահպանմանը։ Այցելուների թվի աճի ու նվազման միտումները տարբեր գործոններով ու ցուցանիշներով են գնահատում ոլորտում տարիներով փորձ ունեցողները եւ պատասխանատու կառույցները։ Եթե ըստ թվերի հետ համեմատենք, մենք կարող ենք ասել, որ նախորդ տարվա 25 թվականին եղել է ընդհանուր հոսքը եւ վայրեջքը եւ մեկնումը ընդհանուր 138,000 մոտ։ Պետք է քաղաքացի կամ տարբեր երկրի ներկայացուցիչներ օգտվել են դրանց ծառայություններից։ Մեզ համար ելակետային է համայնքապատական թանգարանների ցուցիչները, որոնք համեմատությամբ 2023, 24, 25 թվականների այդպիսի ահռելի տատանում եւ նվազման ցուցիչներ չկան։ Կան տատանումներ մի թանգարանի պարագայում ավել է, մյուսի դեպքում չնչին պակաս է։ Այս տվյալները սակայն հստակ պատկեր չեն ու չեն տարանջատում, թե այցելուներից քանիսն են զբոսաշրջիկ, քանիսն են գիշերակաց ունենում կամ քանիսն է պարզապես տարանցիկով հայտնվում Հայաստանում։ Շիրակի մարզում զբոսաշրջային հոսքերի ակտիվություն կամ հակառակ ցուցիչ է համարվում նաև սպասարկման ոլորտի դիտարկումները։ Հյուրանոցային եւ հյուրատնային բիզնեսի մարդիկ պատկերը մտահոգիչ են համարում։ Մենք նվազում ունենք, աճ ունենք, կա туриզմը, եթե ինչպես գիտեք, շատ զգայուն ոլորտ է, ցանկացած փոքր ցենտրում, դա քաղաքական է, աշխարհագրական է կամ էկոլոգիական է, անմիջապես ազդում է։ Նույնիսկ եթե ջրհեղեղը ոչ թե Հայաստանում է, այլ Վրաստանում, ապա մեր ռեգիոնում մենք անմիջապես զգում ենք այդ հարցը։ Ես գտնում եմ, որ մենք ինքնահոս վիճակի մեջ ենք։ Բաներ արվում են, իհարկե, բայց երբ որ չկա ռազմավարական հեռու տեսլական չկա, 5 տարի հետո 10-15 տարի որտեղ ենք ուզում լինել, ինչ ունենանք, ինչպես հյուրընկալենք, ում բերենք, ինչպես բերենք, ունենք այն ինչ որ ունենք։ Գյումրին դեռ կարողանում է զբոսաշրջիկներին ու ավելի շատ ներքին տուրայցերի հաշվին գրավել թանգարաններով, ճարտարապետությամբ ու սպասարկման օբյեկտներով, իսկ դեպի գյուղական վայրեր հոսքերի ձևավորումը շարունակում է մեծ խնդիր մնալ։ Մարզի հյուսիսային հատվածը մեծ զբոսաշրջային ներուժ ունի, բայց օգտագործելու մեխանիզմներ չունի։ Այստեղ շատ լուրջ խնդիր կա, եթե մենք ասում ենք զբոսաշրջիկ տանել որևէ տեղ, եթե տեղի բնակիչը ինքը իր տեղի հետ երջանիկ չի զգում, այդտեղ բացառված է, որ զբոսաշրջիկ հնարավոր լինի տանել, կարելի է զոռով տանել ինչ-որ ձևով, բայց ինքը այդ բոլոր ավտոմատիկ, որ իրանք կուզենան անպայման գնալ ու հասցնեն։ Աշոցքի տարածաշրջանը, Համասայի տարածաշրջանը, հրաշք, ճկնաղ բնություն, գետեր, արվակներ, հանքային ջրի աղբյուրներ, Արտի լիճը, Թշկանը, Ղարախաչը ունենք, հրաշք, մարդիկ չգիտեն այդ տեղերի մասին։ Այս մոտ երևի Հայաստանի 1/6-ն է,
այդպես մոտավորապես շատ, ու այդ ռեսուրսը չի օգտագործվում։ Նոր գաղափարներ ու առաջարկներ միշտ կան, բայց կարևոր նախապայմաններից մեկը ներդրումները չկան։ Ոլորտում զբաղվածները մատնանշում են պետություն, համայնք, մասնավոր հատված համագործակցության ոչ համակարգային բնույթը։ Ոլորտը հնարավոր չէ զարգացնել մեկ անհատի, բիզնեսի կամ կառույցի ջանքերով։ Գյումրիում ներդրողները, ովքեր նույնիսկ փորձում են սկսել ինչ-որ բան, հետո հանդիպում են շատ մեծ արգելքների։ Ոչ միտեղ 4 կամ 5 գերատեսչությունների հետ իրենք շփվեն, ու եթե որևէ մի գերատեսչություն ասի, գիտեք ինչ ես քարը այսպես տրվի, կամ չի կարելի այդպես տրվել, նորից հետ կա, նորից այդ բան։ Ես ասեմ շատ ինվեստորների հետ զրուցել եմ, սկսել են, ոգևորվել են, հետո հիասթափվել, գնացել են։ Ներդրումների հատվածը շատ զգայուն է, որտեղ մի քանի փաստերի հետ է կապված, որտեղ սկսվում է նախ ներդրում իրականացնելու համար որոշակի բարենպաստ միջավայր պետք է ապահովի, իսկ բարենպաստ միջավայր ապահովելու համար համապատասխան բոլոր կառույցները պետք է համապատասխան եւ թղթային եւ նախագծային լուծումները պետք է ապահովեն։ Հողային փաստաթղթային քաշքշուկների փաստացի օրինակը Գյումրիի բացառիկ այցեքարտ համարվող Վարեմ Մարեմի հայտնի պատշգամբն է իր ճարտարապետական նշանակության շենքով։ Մասնավոր ներդրողի շինարարությունը դադարեցված է, իսկ Կինոյի քաղաքի հանրահռչակ պատշգամբը քանդված։ Թե ինչու, ինչպես եւ ում թույլտվությամբ է այն քանդվել, ով է վերահսկել գործընթացը եւ ինչ ճակատագիր է սպասվում կառույցին, այս հարցերի շուրջ տեղական ու մարզային իշխանության ներկայացուցիչները որևէ ասելիք չունեին։ Երկուսն էլ որևէ տեղեկատվության չէին տիրապետում։ Փոխարենը այցելուների հոսքերի կարևոր ցուցիչ համարեցին քաղաքում անցկացվող փառատոներն ու մշակութային մյուս միջոցառումները։ Տեղեկատվություն չեմ տնօրինում, որ հստակ ասեմ, որ process-ում որ գտնվում է։ Դրանք դուրս են մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի եւ լիազորությունների եւ պարտականությունների շրջանից եւ ճիշտ չեմ համարում ունեցած ինֆորմացիայի մակարդակում միայն պատասխանել այդ հարցերին։ Վարեմ Մարեմի պատշգամբը վերականգնված քաղաքին վերադարձնելու պատմական շենքի պահպանության խնդիրները մի առանձին ու հրատապ թեմաներ են, որոնց շուրջ նախատեսվում է լայն քննարկում կազմակերպել իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Հասմիկ Թոմասյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Գյումրին ծննդատան նոր շենք կունենա 2027 թվականին, որի կառուցման հիմքերը դրվեցին 2019-ին։ Սա ևս դարձել է Գյումրիային շինօբյեկտներից մեկը, որոնց կառուցումը տարիներով չի ավարտվում։ 7 տարում 3 շինարար է փոխվել նույն պատճառներով, կառուցել են թերություններով, նախագծային շեղումներով, իսկ ընթացքում էլ բացահայտվել են փաստաթղթային անճշտություններ, որոնց դեպքում պետք է արգելվեր շինարարությունը։ Մեծ խնդիրները հարթվել են, նոր շինարարին թույլ է տրվել վերսկսել աշխատանքները։ Նոր շենքի կառուցման ծրագիրը 7 տարի առաջ սկսվեց այլ գաղափարով ու ֆինանսական ուղղություններով։ 2019 թվականի օգոստոսին ծննդատան նոր շենք կառուցելու բարեգործական նախաձեռնությամբ հայտնվեց շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը, որի հետ առողջապահության նախարարությունը հուշագիր ստորագրեց, համաձայն որի հայ ներդրողը իր բարեգործական հիմնադրամի միջոցներով էր ծննդատունը կառուցելու եւ նվիրելու Գյումրիին, բայց շինարարության 30%-ն էլ չարված հիմնադրամը դադարեցրեց ֆինանսավորումը։ Ինչ որ մի հատ կետի հասանք, երբ որ ինքը հրաժարվեց շինարարությունը շարունակել, բնականաբար կառավարությունը իր վրա վերցրեց այդ պարտավորությունը, որ շարունակի։ Ծննդատունը շվեյցարահայ գործարարի անավարտ գործերից միակը չէ։ Գյումրիի նախկին երկաթգծի, հետո մարզային հիվանդանոցի վերափոխված մասնաշենքերի վերականգնումը ևս չշարունակվեց, որոնք ըստ ներդրումային ծրագրի դառնալու էին արտադրական նշանակության տարածքներ։ Այս ուղղությամբ ուշադրություն ու հետևողականություն որևէ կառույց չի ցուցաբերում։ Իսկ ծննդատան շինարարությունը դադարներով, շինարար փոխելով հասավ մինչև 2025 թվական, եւ պետության ֆինանսավորմամբ մրցույթում հաղթած մեկ այլ շինարար վերսկսեց կառուցապատումը։ Այս ընթացքում նոր շինընկերությունը փաստաթղթային որոշ անճշտությունների պատճառով լուրջ խնդիրներ է ունեցել։ Տարբեր գերատեսչություններում դրանք հարթվելու անհրաժեշտություն է առաջ եկել։ Մենք այս ժամանակահատվածը օգտագործեցինք այդ թղթաբանության խնդիրները լուծելու, ու դեռ ամբողջությամբ էլ չի լուծվել, շարունակում է այդ խնդիրները լուծվել, բայց միևնույն ժամանակ շինարարը այնտեղ աշխատում է։ Փոփոխությունները ժամանակի ընթացքում կամաց-կամաց լուծվելով հասել են նրան, որ արդեն հասել ենք այն կետին, արդեն 8 ամիս է, որ ոչ մի խնդիր չունենք։ Ոչ փաստաթղթերի հետ կապված, ոչ ֆինանսավորման հետ կապված, ոչ էլ նախագծերի հետ կապված արդեն։ 8 ամիս առաջ վերսկսված աշխատանքների մեծ մասը եղել է թերություններով, նախագծային շեղումներով կատարվածը քանդելը։ Նախկին երկու շինարարներն անորակ գործն արել են թե արտաքին, թե ներքին հատվածներում։
Երահարկ շենքի բոլոր հարկերում փոփոխություններ են եղել։ Կոմունիկացիոն ենթակառուցվածքները եւս փոխել են նախկինի համեմատ, թեև ավելի ծախսատար են, բայց արդյունավետ են։ Նոր նախագծով կացարատունը արդեն տանիքում է տեղավորվում, ել չենք օգտվելու Գյումրի բժշկական կենտրոնի կացարատնից, այնտեղ ջերուսման խողովակները բերենք, հասցնենք ստեղ, էլի ծննդատուն։ Ստեղ ունի արդեն ծննդատուն իր առանձին կացարատուն։ Հին նախագծով կառուցված հարթ տանիքներ են ձևափոխել, մետաղական կոնստրուկցիաներ են հավաքել, որպեսզի թիթեղապատ տանիք կառուցեն։ Հարթ տանիքները ցուրտ կլիմաներում երկար չի աշխատում։ Նրա կյանքը կարճ է լինում։ Թեկուզ եթե ինչ-որ ասում են, որ մոտավորապես 20 տարի հնարավոր է աշխատի, հնարավոր է Երևանում կամ Արմավիրում կամ Արարատի մարզում լինի, էլի, բայց Գյումրիում իմ կարծիքով Սևանում նրա կյանքը կարճ է, էլի։ Շինարարը երահարկ շենքի արտաքին երեսապատումը եւս նորացրել է, բազալտով ու սև տուֆ քարով են շարել։ Նոր շենքում 38 մահճակալ հզորության ծննդօգնություն են իրականացնելու։ Այստեղ տեղափոխվելու է Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Հաջամիլարոսում այսքանը, թարմացված նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Ուղիղ եթերը շանտիկ շարունակի տեսանկյուն հաղորդաշարը, հյուրն է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։